Սրբազան գիտեք արդեն 10 եպիսկոպոսներից ովքեր միացել էին այսպես այդ բարենորոգման ծրագրին, Հովնան եպիսկոպոսը հետ է կանգնել, անգամ մասնակցել է Աֆրիկայինների եպիսկոպոսաճյուղերի, տեղեկություններ կան, որ քանի որ այսպես Փաշինյանը դրական պրոցեսով պայմանավորված այսպես պաուզա են վերցրել այս հակաեկեղեցական արշավում, մյուս այսպես այդ հոգևորականներն էլ են լավ վիճակում չեն, կարծես փոշմանել են, ուզում են նորից հետ դառնալ, ինչպես է գնահատում սա, օրինակ եթե փոշմանեն որպես նաև հոգևորական, իրենք կարող են նորից վերադառնալ, ինչպես կաթողիկոսն է անընդհատասել հետդարձի ճանապարհը հետ դարձարեք եւ մի մտեք այս ճանապարհի մեջ, դա հնարավոր համարում եք։ Ну ես դա կհամարեմ միակ խելամիտ լուծումը այս իրավիճակում, բայց երբ որ այդպիսի առաջարկություն լինի, ես կարծում եմ այդ ժամանակ պետք է խոսենք այդ մասին։ Սրբազան հայր Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում, ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում։ Ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել կաթողիկոսի։ Եվ նա ձեզ վերագրվող հայտարարություններ է արել հարցազրույցներում, լրացնեմ, մասնավորապես ասել է, որ այն 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ Արդեն գիտեմ ինչ եք ասելու։ Եվ այն տեսանյութը հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինչ, ինձ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չի։ Ննջեցյալները տարբեր են լինում։ Սրբազան հարցել տամ, տեսեք Մայրաթորի դեմ Փաշինյանի գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը կոչում է բարենորոգում, ներողություն, Սրբազան, հա, ես ես ընթացքում հարցս տամ։ Տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանի Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագիրը սկսվեց, մարդիկ այսպեսի կան, որ Փաշինյանը կհաղթի, կաթողիկոսը կհեռանա, եւ սա էլ կավարտվի այսպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, նկատի ունեմ, որ կաթողիկոսը կհեռանա կամ չգիտեմ գուցե կձերբակալեն եւ այլն ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արճակատումը դուք հնարավոր համարում եք որ կաթողիկոսը կնահանջի եւ որպես հարցի հավելում էլի կհեռանա ի վերջո բեհարանից ի վերջո միջազգային փորձակնությունները հաստատեցին որ դա որևէ կապ չունի բայց փաստացիստության իրավապահների համար դա նշանակություն չունի ինչ եք կանխատեսում Սրբազան իմ հարցին կպատասխանեք ինչով կավարտվի վերջո դա ձեր կանխատեսմամբ Տեսեք, ես ձեզ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման այս դեպքում, այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է, եւ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Եվ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը, մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են։ Բայց մտաբախություն չունեք, որ ընտրություններին, եթե իշխանությունը նորից վերընտրվի, իրենց դիրքերը կամրապնդվեն եւ ավելի այսպես ուշքու այս գործընթացները կիրականացնեն։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում կանխատեսել, հատկապես երևույթներ կա, որոնք հիշեցնում են այդ հիմա գարնանամուտ է, չէ, գարնանամուտին այս ձմեռային ցրտից
արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելավոճը ինձ դա է հիշեցնում։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Ամենայն դեպս ես դժվարանում եմ գնահատել դա։ Ինչ է արվում, ինչի համար է արվում, ինչի վրա է վիճակը նետվում, դժվարանում եմ ասել։ Եվ Պոլսո հայոց պատրիարքը առաջարկել է Սինոդական կառույցը։ Սինոդական կառույցը ստեղծել, դրան ինչպես եք դուք մոտենում, արդյոք ընդունելի է ձեզ համար, որ կաթողիկոսին զուգահեռ նաև այդ խորհուրդը որ լինեն նաև Փաշինյանի միացած հոգևորականները այդ կազմում։ Տեսեք, յուրաքանչյուրը մեր եկեղեցականներից կարծիք դիրքորոշում է արտահայտում, Պոլսո Պոլսի պատրիարքն է, ինքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումը արտահայտել, այլ հարց է, որքանով դա ընկալելի է, ընդունելի է, թե ընդունելի չէ։ Այս իրավիճակի մեջ կարծում եմ, որ այդ չէր այն առաջարկը, որ պետք է հնչեցվեր։ Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվի։ Տարօրինակ չէր, որ դրանից այդ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություններ արել Պոլսո պատրիարքը եւ ասել էր, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ։ Ինչու դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ։ Բանալի բառը տարօրինակ է։ Սրբազանի վերջագույն հոգևոր խորհրդի անդամ եք, Սահակ Սրբազանը նշել էր, որ հեղինակազրկված է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք այս հայտարարությունները հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն տեղավորվում։ Իրեք հոգեբանության մեջ մի եզրույթ կա, պրոյեկտում։ Յուրաքանչյուրը փորձում է կամ կարծում է, որ այն հոգեվիճակը, որը ինքը կրում է, դա համընդհանուր երևույթ է։ Հիմա ես կարծում եմ, մենք այդ դեպքում գործ ունենք այդ հոգեբանական եզրույթի։ Եթե հեղինակազրկվել է, ինքն է հոգևոր խորհրդի ատենապետը։ Կարող ենք այդպիսի զգացումներ ունի, ես այդպիսի զգացումներ չեմ ունեցել, ընդհակառակը այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի հեղինակությունը թե վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է։ Եվ դուք լրագրողներ եք, հանրային ընկալումներին շատ ավելի ծանոթ եք, կարծում եմ կհաստատեք։ Սրբազան պատրաստվում եք հակընդդեմ հայց ներկայացնել կեղծված տեսանյութի տարածմանը, վերջո հերքելու, հա, նաև ձեր անվան հետ Ով համար հերքեմ։ Հանրության բոլորի։ Հանրությունը կարծում եմ որպեսզի արդարությունը վերականգնվի։ Ես բացարձակապես Հայաստանում գոյություն ունեցող արդարադատության նկատմամբ վստահություն չունեմ եւ չեմ կարծում, որ իմ նկատմամբ վստահությունը պետք է դատարանի որոշումով վերականգնվի։ Հանրային ընկալումների մեջ ես դա տեսնում եմ, զգում եմ եւ դրանով ես լիարժեքորեն բավարարված եմ։ Առայժմ ես ձեռնպահ կմնամ այդ ուղղությամբ որևէ այլ քայլ անեմ։ Փորձակնությունները եկել են հանրային լայն շրջանակներում։ Ոչինչ չի ասում Սրբազան։ Այդ դեպքում ինչ անել, ելքը որն է։ Դե փառք Աստծո, մենք քննիչների համար չէ որ աշխատում ենք։ Սրբազան ձեր հոգևոր ծառայությունը շարունակելու եք էջմիածնում, թե սահմանափակումներ են դրված։ Հիմա ես առիթ չեմ ունեցել փաստաբանների հետ խոսեմ, հասկանամ ինչ սանկցիաներ են կիրառվում։ Սրբազան իսկ Սրբազանների վերաբերյալ պատկանությունները ստացվել եք Տեսախցիկների Սրբազան։ Այսինքն չէ նկատում սահմանափակում չկա այդ պարտականությունում։ Մնում էր դատարանում հիմա նոր բուց եկա ես Իսկ Արման Սարոյանի հոգևոր խորհրդում ով է առաջարկել, որպեսզի կարգալույծ անել։ Դժբախտաբար ես խցից on-line հետևելու հնարավորություն չունեի։ Իսկ դուք այնքան եք տեղ եք Շաբաթ առաջին նկանը ինչն է լինելու, որ անելու եք։ Ջորջան, ավարտենք։ Գտանք, իսկ Վեհապարին տեսնել, քանի որ հաստաբանները նշեցին, որ վեհապարը գործող վկայի կարգավիճակի դեռ 20 կիլոմետր 20 րոպե ժամանակ ունեմ կհասնեմ։ Եվ դուք տեղյակ եք, որ այս կառույցը մի թուղթ է հրապարակել լրատվամիջոցներից մեկի միջոցով եւ նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, կարոմականվան, դրա հետ կապված ինչ կասեք, այդ թուղթը ինչ որ Ինձ թվում է դրա մասին բավականաչափ խոսվել է, ասվել է եւ հատկապես եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում այլևս կարիք չկա ես գնահատական եսա հերթական ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Սրբազան այստեղ Աննա ջան գներես բան եմ ճշտում, ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Եզրա Սրբազանը հանձն է առել հատուկ ծառայության հետ համագործակցել։ այդ մասին հրապարակել
Եղել է թե չի եղել։ Իսկ այդ ստորագրված Եղել է թե չի եղել։ ստորագրությունը կեղծ է եղել։ Եղել է թերքում թե չի եղել է, եղել։ Դե այսինքն հիմա ինձնից ինչ եք ուզում։ Ուզում եք որ ես ուրիշ բան ասեմ։ Թերքում եղել է։ Սովետական տարիներին մշտապես համագործակցել են հատկապես բարձրաստիճան հոգևորականները հատուկ ծառայությունների հետ։ Այդ մասին հերքում եղել է եւ ես կարծում եմ կարիք չկա այդ մասին ես որևէ արտահայտություն թույլ տամ։ Հերկվել է եւ գիտեք թե համատեքստը ինչ է, եկեղեցու նկատմամբ ինչպիսի գործողություններ են արվել, դրանցից հերթականներ։ Այստեղ պահվելու ընթացքում հատուկ վերաբերմունք ձեր նկատմամբ եղել է աշխատակիցների կողմից, ինչպես է եղել վերաբերմունքը սրբազան։ Շատ լավ։ Զարմանում եք։ Շնորհակալություն երեխեք ջան։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Կներեք, որ այս ակամա իրավիճակում ակամա այնպես ստացվեց, որ ձեզ էլ նեղություն տվեցինք այսօր այս պահին այստեղ գտնվելու։ Շնորհակալ եմ։